Բարև ձեզ, այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Օհանյանին եւ այսօր նրա հետ քննարկելու ենք շատ կարևոր հարցերից մեկը կապված երեկվա իրադարձությունների հետ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիների միջև ծագած վիճաբանություններից եւ ընդհանրապես Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակից։ Բարև ձեզ Էդուարդ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Կցանկանայի այսօր խոսենք երեկվա իրադարձությունների հետ կապված, այն ամենը ինչ որ երեք տեղի ունեցավ, կարծում եմ բազմաթիվ մեր հայրենակիցներ երեք ականատես են եղել, բոլորը տեսել են թե ինչ իրադարձություններ են կատարվել եւ իհարկե բոլորը կարող են արդեն եզրակացություն կատարել իրենց մեջ, թե ինչ է սպասվում գալիք ընտրություններին եւ ինչ ռեյտինգ ունեն ներկայիս իշխանությունները այս պահին։ Բոլորս երեք տեսանք, որ այս իշխանությունները փորձեցին վերջին անհույսության ճիգը ցույց տալ եւ իրենց վերջին անհույս այդ պորտկումով փորձեցին ցույց տալ, որ իրանք դեռ ունեն ժողովրդի սերը, հարգանքը, բայց մենք բոլորը շատ լավ հասկացանք, որ դա այդպես չի եւ դրա վառ օրինակը այն բանում է կայանում, որ երեք մեր բազմաթիվ հայրենակիցներ շատ այսպես ասած թեժ կերպով պատասխանեցին Նիկոլ Փաշինյանին, շատ մարդիկ կան ովքեր որ ուղիղ իրենց կարծիքը հայտնեցին եւ ասեցին, որ այն քարտեզը, որով իրենց առաջարկում են առանց Արցախ, իրենց պետք չի եւ իհարկե բազմաթիվ այլ իրադարձություններ տեղի ունեցան։ Ուրեմն ինչի մասին է խոսում երեկվա դեպքերը։ Խոսում է երկու բանի մասին։ Առաջինը, որ երեք իշխանությունները փորձեցին կամ հասկանալ, թե իրենք ինչ ռեյտինգ ունեն ներկայիս, այսինքն համոզվեն դրան, որ իրենք ռեյտինգ չունեն, կամ փորձեցին պարզապես ինչ որ ցուցադրական իրենց ռեյտինգը բարձրացնելու նպատակով փորձեցին ինչ որ դուրս գալ փողոց, իբր իրենք ժողովրդի մի մասն են, ինչպես իրենք 18 թվականից սկսած բոլորին շեշտում են։ Այլ հարցը, որ մենք բոլորս գիտենք, դա սուտ է, դա չի համապատասխանում իրականությանը եւ այս իշխանությունները այլևս չունեն ոչ ժողովրդի սերը, ոչ վստահությունը, ոչ էլ չունեն այս երկրում ռեյտինգ ընդհանրապես։ Երեք մենք բազմիցս տեսանք, թե օրինակ Նիկոլ Փաշինյանը ինչպես մետրոյում մի կնոջ հետ շատ անհարգալից կերպով խոսեց, շատ անհարգալից կերպով վարվեց եւ անվանեց իրենց փախած նմանատիպ բառով բնութագրեց եւ նա անվանում է փախած մի մարդու, ով մարդու չէ, այսինքն մարդկանց, ովքեր որ ամիսներ շարունակ գտնվել են բլոկադայի մեջ եւ չեն փախել, ովքեր որ մնացել են այնտեղ եւ պայքարել են եւ ինչքան որ ես տեղյակ եմ, այն կինը ում հետ որ ինքը այդպես խոսում էր, այդ կնոջ հայրը նաեւ Արցախի առաջին պատերազմին է մասնակցել, նաեւ Արցախի հերոս է եղել եւ այդ մարդիկ, ովքեր որ չեն վախեցել եւ կանգնած են եղել ճակատի առաջին գծում, կանգնած են եղել առաջնագծում եւ պայքարել են հանուն Արցախի, հանուն արժանապատվության մեր երկրի եւ հանուն մեր պետականության գոյություն ունենալու, ինչպես կարելի է այդ մարդկանց անվանել փախած, այնուհետեւ դրանից հետո երբ որ ինքը դուրս եկավ, իրեն հարց տվեցին եւ ասացին դուք փախած անվանեցիք այդ մարդկանց եւ նաեւ ինչ որտեղ կարելի ասել սպառնացիք, որ իրենք ինչ որ անհարգալից կերպով չխոսան այդ քարտեզի հետ կապված կամ ինձ հետ այդպես չխոսակ, ինչ որ այդ տոնայնությունով նմանատիպ կերպով խոսեց եւ ուզում եմ հասկանալ ինչպես կարելի է այդ մարդկանց մասին խոսել այդպես, երբ որ այդ մարդիկ ամիսներ շարունակ պայքարել են, ովքեր որ իրենց հայրերից, իրենց նախներից ստացել են ժառանգություն եւ այդ ժառանգությունը փորձել են նույն կերպով պահել, բայց դուք եկել եք եւ ձեր գրիչի մի ստորագրությամբ ընդամենը հանձնել եք այն ամեն ինչի համար 30 տարի շարունակ պայքար է մղվել, չնայած այդ իշխանությունների համար դա ոչ մի արժեք չունի, որովհետև իրենց անձնական պատկերացմամբ իրենք բանակցությունները սկսում են իրենց սեփական կետից, իրենք տեսնում են մեր ապագան ուրիշ կերպով, փորձում են այդ ապագան տանել այն ուղղությամբ, որոնցով որ իրանց է հարմար եւ փորձում են մեր ժողովրդին մի իրականություն ցույց տալ, որը փորձում են այդ իրականության մեջ ժողովրդին այդ կաղապարի մեջ են փորձում տեղավորել։ Ես չեմ հասկանում ինչու է կայանում իրանց ընդհանրապես այդ հույսը ինչի վրա են իրանք դրել, ինչ մտադրություններ իրանք ունեն, բայց հասկանում եմ մի բան շատ պարզ, որ այս իշխանությունների մոտ ոչ մի բան չի ստացվելու, իրենք ունեն հստակ մտավախություններ, իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք չունեն ոչ ռեյտինգ, ոչ ժողովրդի սերը, ոչ է վստահությունը եւ այդ պատճառով ամենավերջին անհույս ճիգերն են գործադրում, որպեսզի կարողանան ինչ-որ կերպով իրենց ռեյտինգը բարձրացնել։ Սակայն ինչպես տեսանք դա չի ստացվելու, որովհետեւ բոլորը շատ լավ եւ հստակ պատկերացումներ ունեն, թե ինչ ապագա մեզ կսպասվի այս իշխանությունների հետ։ Իրենք փորձում են անընդհատ շահարկել են փաստը, որ եթե մենք չընտրվենք հունիսի 7-ին, կլինի պատերազմ, սեպտեմբերին դաժան պատերազմ կլինի եւ այդ պատերազմի միջոցով փորձում են ժողովրդին վախեցնել, բայց ի տարբերություն իրենց մեր ժողովուրդը ունի արժանապատվություն, մեր ժողովուրդը ունի անցած ճանապարհ, ունի հիշողություն եւ այդ հիշողության մեջ կան միայն այն դրվագները, որտեղ մենք հաղթած ենք եղել միշտ մեր թշնամուն, երբ որ մենք միշտ եղել ենք հաղթողի կարգավիճակում եւ մշտապես պատրաստ ենք եղել մեր թշնամուն արժանի հակարարված տալու։ Դա կլինի ռազմական գործողությունների միջոցով, դա կլինի արտաքին դիվանագիտության շնորհիվ, յուրաքանչյուր ոլորտում մենք պատրաստ ենք եղել մեր թշնամուն արժանի հակարարված տալու եւ մեր ժողովրդի գիտակցության մեջ իրականում ոչ մի բան չի փոխվել։ Պարզապես այս իշխանությունները 8 տարի շարունակ եւ դրանից առաջ էլ փորձում էին մեր ժողովրդին միշտ ցույց տալ, որ դուք սխալ ուղղությամբ եք գնում, որ պետք չի կռվել այն արժեքների համար,
ճանապարհ, որի շուրջ ձևավորվել է մեր Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Իրենք ուզում են ստեղծել նոր հանրապետություն, ուզում են փոխել սահմանադրությունը, մեզ փորձում են զրկել մեր արժեքներից, որոնք որ մեզ հայ են դարձնում։ Իրենք փորձում են ցույց տալ, որ այն ճանապարհը, որով որ դուք գնացել եք մինչև այս, սխալ է եղել, պետք է ինչ-որ, չգիտեմ, խաղաղություն կնքել, ամբողջ աշխարհը գտնվում է ինչ-որ ռազմական էսկալացիաների մեջ, ինչ որ տարբեր հարցերի կամ բաների շուրջ վիճաբանություն ունեն տարբեր պետություններ, նաև պատերազմական ռազմական գործողությունների մեջ են գտնվում, այս իշխանությունները թելադրում են իրենց խաղաղության խաչմերուկ։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ խաղաղության խաչմերուկի մասին կարող է գնալ խոսքը, երբ որ մեր ճշտամու մտադրության մեջ անգամ չկա այդ խաղաղությունը։ Իրենք չեն նպաստում նրան, որպեսզի մենք հասնենք խաղաղության։ Իրենց միակ նպատակը մեր պետությունը կործանելն է։ Իրենց միակ նպատակը կայանում է նրանում, որ մեր պետությունը պետք է քարտեզի վրա գոյություն չունենա։ Եվ այն իբր կեղծ խաղաղությունը, որը որ իրենք կնքել են, եւ այդ խաղաղության հիման վրա փորձում են մեզ ցույց տալ, որ տեսեք, դուք սխալ եք անում, մենք պետքա ինչ-որ, չգիտեմ, իրենք խոնարհվում են թշնամու առաջ, թշնամի ինչ պայմաններ թելադրում է, իրենք այդ պայմաններին խելոք համաձայնվում են, գլխով են անում, ասում են դե ոչինչ, հիմա եթե օրինակ տենց են պահանջում, տենց է պետք անել։ Մենք իրենք պատրաստ են հրաժարվել մեր հողերից, այսինքն բացի նրանից, որ իրենք հրաժարվել են Արցախից, իրենք նաև հրաժարվում են Հայաստանի սուվերեն տարածքի բազմաթիվ հողերից, եւ այդ հողերից հրաժարվելով նաև ասում են, որ դրանք հայկական չեն եղել երբեք էլ, միշտ էլ Ադրբեջանին են պատկանել, այսինքն իրենք փորձում են մեր ինքնությունը ոտնահարել, փորձում են մեր պատմությունը կեղծել, փորձում են բազմաթիվ պատմական փաստեր խեղաթյուրել, եւ դա այդ ամենը արվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջնորդությամբ, եւ ամենա վատ հանգամանքը կայանում է նրանում, որ այս իշխանությունները բացի նրանից, որ համաձայնվում են այդ ամեն ինչի հետ լուր եւ ոչ մի արժանի հակահարված պատասխան չեն տալիս, նաեւ փորձում են իրենք նպաստել այդ գործողություններին եւ այդ գործողություններին նպաստելով փորձում են, ինչպես արդեն ասացի, ոչնչացնել մեր ինքնությունը, փորձում են ոտնահարել բոլոր այն արժեքները, որոնք որ մեզ դարձրել են որոնք մեզ դարձրել են հայ, որոնք որ նպաստել են մեր պետականության պահպանման այսքան երկար տարիներ շարունակ։ Եվ այս ամեն ինչից ելնելով ես ուզում եմ մեր հայրենակիցներին հարց տալ, արդյոք մենք այս իշխանություններին ենք արժանի, արդյոք մենք արժանի ենք այն իշխանություններին, որոնք որ մեր պետական շահը չեն փորձում պաշտպանել որևէ կերպ, այլ ուղղակի փորձում են թշնամու ստեղծած կաղապարների մեջ տեղավորվել եւ այդ կաղապարներով փորձում են հասնել ինչ-որ անկախության, որի համար մենք չունենք երաշխիք եւ նույնիսկ իրենք չունեն այդ երաշխիքը։ Երբ որ իրենց հարցնում են այդ երաշխիքների հետ կապված, արդյոք մենք ունենք երաշխիք, որ չի լինի պատերազմ, այս իշխանությունները այնպեսի տպավորություն, որ ինչ-որ sense քմծիծաղով փորձում են ցույց տալ, որ դե մենք չունենք երաշխիք, բայց դե ամեն դեպքում գնում ենք այդ խաղաղությանը։ Եվ դրանից ելնելով պետք է հասկանալ, որ մեր ժողովուրդը, հայ ժողովուրդը, այն ժողովուրդը չի, որը արժանի է այս իշխանությանը ընդհանրապես, եւ դրանից ելնելով մենք տեսնում ենք, որ վերջին 8 տարիների ընթացքում այն քաղաքականությունը, որոնք իրենք վարել են, մեր երկիրը տանում են դեպի կործանում։ Մեր երկիրը այսօր գտնվում է քաղաքական եւ տնտեսական խորը ճգնաժամի մեջ, բացառապես միայն մի բանի պատճառով, որովհետեւ մեր ներկայիս իշխանությունները չունեն հստակ պատկերացում Հայաստանի Հանրապետության շահերի մասին, չունեն հստակ պատկերացում, թե ինչպես պետք է իրենց քաղաքական քայլերը ձևավորեն այնպես, որ թշնամին կլինի դա, թե կլինի օրինակ բարեկամ պետություն, միջազգային հարթակներում մեզ հետ հաշվի նստեն։ Իրենք անում են ամեն ինչ, որպեսզի մեր վարկանիշը ընկնի, որովհետև եթե առաջ օրինակ միջազգային հարթակներում թշնամին կլինի թե բարեկամ պետություն, թե ինչ-որ նեյտրալ պետություն կլինի, ովքեր մեզ հետ ուզած հաշվի էին նստում, որովհետև մենք առաջինը հաղթած կողմ էինք, երկրորդը ունենք ուժեղ դիվանագիտական թիմ, հիմա ամեն ինչ փոխվել է։ Հիմա թելադրում են պայմանները Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները թելադրում են պայմանները, իսկ այս իշխանությունները ուզած համաձայնվում են, որովհետև առաջին հերթին իրենք են վախենում պատերազմից, իրենք վախենում են ուղիղ ընդունել մարտահրավերը եւ դրանից բացի փորձում են ժողովրդի մեջ սերմանել վախ ու անվստահություն եւ ասում են, որ եթե մենք չընտրվենք, կլինի պատերազմ, կլինի շատ ահավոր պատերազմ, ինչով փորձում են ժողովրդին վախեցնել եւ ուղղակի հետ պայել այդ մտքից ստիպում են, որ ժողովուրդը ուզած ընտրի իրենց։ Բայց ես կրկնում եմ, իրենց մոտ չի ստացվելու, որովհետև մեր ժողովուրդը ուժեղ, պայքարող եւ հստակ տեսակ է։ Մեր տեսակը անհնար է հաղթել, մեր ժողովրդի տեսակը անհնար է հաղթել։ Երկրում այն վիճակը, որը որ տիրում է, ինչպես արդեն շեշտեցի, մենք հիմա ունենք շատ բազմաթիվ տնտեսական եւ քաղաքական խնդիրներ։ Տնտեսական խնդիրների մասին եթե խոսենք, երկրի ներսում կատարվում է անընդհատ գնաճ է տեղի ունենում։ Այդ գնաճը չի կանգնում ոչ մի կերպ, այլ նաև շարունակում է եւ այս իշխանությունները ոչ մի կերպ չեն փորձում դրան խոչընդոտել ինչ-որ կերպով։ Իրենք ամեն ձև այնպեսի տպավորություն է, որ փորձում են նաև նպաստել դրան, որովհետեւ քայլեր ոչ մի չեն ձեռնարկվում, ոչ մի քայլ չի կատարվում երկրում իրավիճակը հարթելու համար։ Մենք տեսնում ենք, թե օրինակ ինչպես են բազմաթիվ մարդիկ մնում առանց կրթության, որովհետեւ ունեն հենց այդ նույն տնտեսության հետ կապված ունեն ֆինանսական խնդիրներ։ Չի զարգանում տնտեսությունը, հետեւաբար մարդիկ չունեն աշխատատեղեր, չունեն հնարավորություն գումար վաստակելու, իրենց կրթությունը ապահովելու, իրենց երեխաների
երեխաների կրթությունը ապահովելու եւ չեն ստեղծում պայմաններ հենց մեկը երիտասարդների համար եւ այն երիտասարդները, որոնք որ ունեն լուրջ պոտենցիալ, ունեն լուրջ մասնագիտական գիտելիքներ, որոնք որ իրենք ստացել են այստեղ, այդ գիտելիքները իրենք օգտագործում են օտար երկրներում, օգտագործում են այլ երկրներում, ընտրելով արտագաղթի ճանապարհը, որովհետեւ այդ արտագաղթի ճանապարհը իրենք ընտրում են անճարությունից, այսինքն իրենք չունեն ընտրություն։ Իրենք ընտրում են ուրիշ երկիր գնալը, որովհետեւ այդ երկիրը իրենց ապահովում է բոլոր այն հնարավորությունները, որը իրենք չունեն այստեղ։ Ապահովում է իրենց ապագան, իրենց կրթությունը, իրենց աշխատանքը։ Այսինքն մարդիկ ունեն երաշխիքներ իրենց վաղվա օրվա համար։ Ցավոք սրտի այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մարդիկ չգիտեն թե վաղը ինչ տեղի կունենա, ինչ կլինի վաղը, եւ դից պատճառով մեր շատ երիտասարդներ, շատ հայրենակիցներ այսօր ստիպված է ծանր տնտեսական վիճակից ելնելով արտագաղթում են։ Գնաճը երկրում շարունակվում է, կրթությունը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա, աշխատատեղեր չկան, ոչ մի հնարավորություններ չեն տրվում մարդկանց, երիտասարդներին առավել եւս, որտեղ երիտասարդները այսօր մեր պետության շարժիչ ուժն են։ Իրենք են վաղը մեր երկրի ապագան, բայց եթե իրենց համար չի տրվում են հարթակը, որում իրենք կարող են մնալ, ստեղծագործել եւ իրենց մասնագիտական գիտելիքները օգտագործել այստեղ, իրենք չեն տեսնում այլ հնարավորություն, քան ուղղակի պարզապես այս երկրից գնալը։ Ինչ կապված է օրինակ ընտրությունների հետ, այս ամեն ինչը հաշվի առնելով նաև կարող ենք հաշվի առնել մի բան իրենց վախերի մեջ, ես կշեշտեմ նաև եւս մեկ կետ, դա իրենց ռեյտինգի ընկնելու պատճառով այլ քաղաքական գործիչների ռեյտինգի բարձրացումն է, որից որ իրենք սարսափում են եւ դրա մասին հստակ խոսում է այն հանգամանքը, որ բազմաթիվ քաղաքական գործիչների վրա, բազմաթիվ ընդդիմադիր մարդկանց վրա բացվում են կեղծ շինծու քրեական գործեր, որոնք չունեն ոչ մի իրավական հիմք եւ ընդհանրապես շինծու բնույթ են կրում եւ երբ որ այդ գործերը քննվում են դատարանում, իրենք ուղղակի աբսուրդ մակարդակի գործեր են եւ չունեն որևէ իրավական հիմք։ Սակայն անկախ դրանից այդ գործերի ընթացք է տրվում, մարդիկ ամիսներով մնում են կալանքի տակ, նաեւ ինչու ոչ տնային կալանքների տակ են մնում եւ այդ բազմաթիվ քաղաքական գործիչները, ովքեր որ ունեն վստահությունը, սերը իրենց համայնքներում, իրենց քաղաքներում, չգիտեմ, այսինքն իրենց աջակիցների սերը, վստահությունը, այս իշխանությունները ամեն կերպ փորձում են իրենց արժեքները ոտնահարել, փորձում են ամեն կերպ մտցնել ցեխը այդ մարդկանց, ովքեր որ իրոք երկրի ապագայի պետության մասին մտահոգ են։ Այդ մարդկանց կալանավորում են, բանտարկում են, ամեն կերպ փորձում են լրացնել, իսկ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ես երբեք չեմ հիշում այդպիսի բան, որ Հայաստանի Հանրապետությունում երբևէ մարդու ազատ խոսքը ճնշվի, անկախ դրանից դա կլինի նախորդ իշխանությունից եւս մեկ իշխանություն այն կողմ, անկախ դրանից ես կյանքում չեմ տեսել նմանատիպ դեպքեր, երբ որ մարդու ազատ խոսքը ինչ որ կերպով ճնշվի, ինչ որ կերպով փոցի սահմանափակվել։ Սակայն հիմա ցավոք մենք ապրում ենք այն ժամանակահատվածում, երբ որ այդ ամեն ինչը տեղի ունենում եւ այն եվրոպական կառույցները միջազգային, որոնք որ առաջ ուղիղ խոսում էին դրա մասին եւ մեկ մարդու իրավունքները ոտնահարելու պատճառով պատրաստ էին մինչև վերջ գնալ, հիմա չես հասկանում ինչու այդ եվրոպական կառույցները նույն, ովքեր որ պետք է պաշտպանեն մարդկանց իրավունքները, մարդկանց արժեքները, այդ կառույցները լռում են կամ եթե չեն լռում, խոսում են, իրենք չեն խոսում այն ձևով, այն ձևաչափով, որով որ պետք է խոսեն։ Այդ իսկ պատճառով հարգելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ գալիք ընտրությունների ընթացքում հունիսի 7-ին այս իշխանությունները հուսանք որ չեն ընտրվի, որովհետև այն քաղաքականությունը, որը որ վարում են իրենք, տանում է մեր երկիրը դեպի խորը անդունդ, դեպի ճգնաժամ եւ դեպի կործանում, ինչի արդյունքում մենք կարող ենք կորցնել մեր պետականությունը, որը մեզ համար շատ կարեւոր է։ Այսօրվա համար հասկանալը, շնորհակալ եմ։